Ես ասեմ մի բան, որ ամենաառաջինը ես չեմ ուզում ասեմ շնորհակալ եմ դատավորին, որովհետև դատավորը կայացրել է արդարադատություն, բայց ես ուրախ եմ, որ կան նման դատավորներ, որոնք որ կարող են այդ ողջ մեքենայի ճնշումը ստորադասեն արդարադատությանը։ Սա շատ կարևոր հանգամանք էր իմ համար, ինչի համար ես ուրախ եմ, որովհետև մեր դատական համակարգը ես կարծում եմ դեռ առաջ գնալու տեղ ունի ուրեմն։ Կան այսպիսի դատավորներ, ինչի ինձ շատ ուրախացնող է։ Երկրորդ հանգամանքը 2019 թվականից մինչ օրս, մինչև այս պահը ես անցել եմ 4 շատ քրեական գործերով, որոնք դատարան չեն հասել, բայց դատարան հասած 4 քրեական գործ ա եղել։ Սա 4-րդ քրեական գործն էր։ 4-ից 3-ով արդարացվել եմ, սա արդեն 3-րդն է։ Այն չարդարացված գործը ինձ իմ քաղաքական, բացահայտ քաղաքական հետապնդում է եղել, որը դակել է Արտուշ Գաբրելյանը, իդեպ ողջունում եմ Արտուշ Գաբրելյանին, հույս ունեմ պաշտպանները ընդդիմադիր են, գոնե կփոխանցեն իմ ողջույնը։ Չի նայում, բայց հիմա ես ջերմ ողջույններ եմ փոխանցում Արտուշ Գաբրելյանին, ես այս անգամ էլ 2 ամիս իմ կալանքը տվել է Արտուշ Գաբրելյանը։ Բացահայտ, ախր այս գործը, ոնց ասեմ, պետք չէր դատարան հասներ, որ երևար, որ այս գործը, ու պետք չէր մի տարի քննել, որ այս գործը պարզվեր, որ չկա տակը բան։ Այս գործը հենց սկզբից եղել է քաղաքական։ Իմ 4 գործերը եղել են խոսքի ազատությունը սահմանափակող։ Ցավոք սրտի նոր վերջին գործով եղավ միջազգային կառույցներից, 2 կառույցից իդեպ թե Freedom House-ի կողմից եւ թե արդեն Amnesty International-ի կողմից եւ նաեւ ժուրնալիստների միջազգային ասոցիացիայի դա էր 3-րդ կողմից արձագանք, ցավում եմ, որ 3-ի նկատմամբ չի եղել, բայց ես վստահ եմ, որ սա վերջինը չի։ Ազգենը ասես կարող է, ես վստահ եմ, որ սա վերջինը չի։ Վստահ եմ, որովհետև նախորդ քրեական գործով ես արդարացվեցի, նորից այս իշխանությունների ծիծաղելի ու քինախնդիր այդ ճղճին բաներով, հա, հարուցված գործով մի շաբաթ հետո մեզ բռնեցին։ Ես չեմ բացառում, որ մի շաբաթից նորից մեզ կբռնեն, որտեղ այս իշխանությունը խոսքից ամսի 9-ն է, դա պարադի օրը։ Խոսքից վախեցող, բորենիներով շրջապատված, կամերայի առաջ մարդ ծեծող, ծեծը դրել են, խուլիգանությունը, բացահայտ խուլիգանության բոլոր տարերը կան, 195-րդ հոդվածը են դրել, որը անգամ ազատազրկում չի ենթադրում իրենից, ֆիզիկական ներգործություն, մեզ խոսքի համար, 2 ամիս նստացրել են, քիչ է, մինչև հիմա մենք տարաբեր սահմանափակումների տակ ենք, քիչ է, մի հատ էլ այս գործն ես չէի, որ այս Ատյանով ավարտեց, սա գնալու են վերաքննիչ, հետո վճռաբեկ, ոչ մի բան բացառված չէ իշխանությունների պարագայում։ Այսինքն այս առաջին անդյանն է ընդամենը, որտեղ դատավորը կարեցրեց իրականացրեց արդարադատություն։ Այն ինչի համար այդ երթումը տալիս են դատավորները։ Բայց մենք չգիտենք հետո ինչ ա լինելու։ Նայած որ ես սրանցից ոչ մի լավ բան, ոչ մի չեմ սպասում, այլև սա իմ 4-րդն էր։ Ես սպասում եմ 5-ին, 6-ին, մինչև քանի իրանք կան Հայաստանում խոսքը լինելու է դատապարտված։ Քանի սրանք կան, իրանց կողմից արված բորենիությունները որակվելու են մեղմ հոդվածներով, մարդկանց իրանց ընդդիմախոսների խոսքը, ում խոսքը հասնում է ավելի շատ լսարանի, լինելու է այսենց բանտարկված, լինելու է այսենց ճնշված, լինելու է այսենց հետապնդված։ Բայց մենք պատրաստ ենք։ Նիկոլը այդ չելենջն է անում մեզ, պատրաստ ենք։ Ինքը մեկը գնալու է վատով, ամենավատով, ինք չի պատկերացնում ոնց է գնալու, խոսքը ոչ բռնության մասին է, ոչ ինչ-որ բաների, հա, տենց որ հիմա այս չփաթեթավոր են, ասենք հիմա Ավետյան Հայկը ճիշտ է, թուղթեր բերե բժշկի, բայց վստահ եմ ես նայում է, էլի հիմա, որ բան չանել, չասեմ բռնության կոչ, չէ, շատ վատ է գնալու, քաղաքական ամենավատ ձևերով է գնալու, ու այս պատմության մեջ մեկը մնալու է, որպես դավաճան, հայրենա հանձ, հող հանձնող ու այնտեղ մեզ աջակցելու եկած զոհված հերոս տղերքին սպանող հանուն ոչինչ։ Նենց որ ինքը գնալու է տենց։ Ես դրանում վստահ եմ։ Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր եկել են ստեղ, այս ընթացքում լուսաբանել են։ Բոլորից շատ շնորհակալ ենք, շատ շնորհակալություն մեզ աջակցող քաղաքացիներին, մեր համակիրներին, մարդկանց, ովքեր ուղղակի սրտացավ են ու այս ընթացքում այս կամ այն կերպ կանգնել են մեր կողքին։ Բոլորից շատ շնորհակալ